Իանց թվում է թե ես սուս նստել եմ, ես էլ համբերում եմ։ Ադման։ Էդի սիրուն կոշիկներ է սակե։ Թանգա։ Ջիմի Չու, բա, այլով։ Ռուզիկը որ Ջիմի Չուշի հակնի, բայլով պիտի հակնի։ Ալո։ Ալո, բարև ձեզ։ Բարև բարալու։ Մա բալուս։ Լսում ենք ձեզ, դուք ուղիղ եթերում եք։ Լսում։ Այդ մենք եք ձեզ լսում, ձեր համարը բան փոխանցել են, որ դուք ուզում եք եթերով խոսել։ Խնդրեմ, զանգել ենք։ Այո։ Խնդրեմ։ Ջան, ուրեմն թեմա բստով վերաբերում է ասուլաշարակեր համանքապետ Դաթամբար Սոֆյանին։ Տիգին Արուսի տղուն։ Տիգին Արուսի տղուն։ Այո։ Ինչ արեց սրտամերը։ 2021 Միքելի Մարգարետ Յուղել դախմուտոմա Ահավոր ձևի Կենտրոնական փողոցի որոք ջրատարները դրան 60 մետր հատած վաճառքի վաճառելա ծերի աշխարհի տնտեսի եւ օր Մարգարյանի Հələ մի րոպե ձեր կապը վատ է լսվում, մի րոպե ես մյուս հեռախոսով զանգեմ, հələ մի վարքյան։ Բերեբոյան։ Տիգին Արուս։ Այ գնեք ոնց է։ Էս քո տղեն էս ինչ անում Մասիսի գլխին։ Այդ սաղ որ գրփեմ չրփեմ ամ այդ Մասիսը որ տես ծցնեմ ա։ Ուզում եմ այդ իմանամ ու է տանելու կողի։ Արշակի աղջկա դլո։ Հա։ Ալո Այմա մի քիչ լավ ալսում։ Այմա լավ ալսում, ձեր կամ մեզին սեր, այսինքն ասում եք մեզ Տիգին Արուսի տղեն Մասիս քաղաքը գրփում է։ Ահա որ ձևի համանքը ուտում է հերիք չի անցել արգավան գյուղնա լատում 2021 թվականից մինչև հիմա կեղծ շին թույլտվություն է հիմա կենտրոնական փողոցի առաջին արփանցքի վրան 60 մետր լայնության 60 մետր երկարության ռոռոկման ջրատարը վաճառելա ցանցերի աշխարհի տնօրեն Գևորգ Մարգարյանին որն էլ ապօրինի շինարարություն անում խոչընդոտը հանդիսանում գյուղացիքին մետր կես մայթը շին 60 մետր երկարության շինելա 60 սանտի մարտի կենտրոնական փողոցից մեջտեղով են գնում գալի մեր ու մանուկ Այսինչ լեկտիությունա տիրում, մինակ տենակ ինչ է կատարվող։ Իսկ դուք բողոքել եք դատախազություն, աբազի հիմնա։ Բողոքել ենք, 3 ամսի 5-ին զանգարել եմ ոստիկանության Մասի բաժին։ Մասի բաժին եմ զանգել, տեղամասային տեսուչին, բազմաթիվ անգամ, ասում են կարի, ասում այլիշ չզանգես։ Իրար այդ կոնֆլիկտի մեջ մտանք հեռախոսային զանգով։ Ինձի ծնող հայեց, այդ ակտիվ մեկը։ Անեշի որ տակ է մնացել, 10 հատը ստացել է, զանգել եմ բաժնի պետի տեղակալ Գրիգորյանին, նույն այդ լրպի լագոդը, ինձի ծնող հայրեց, նորից Ներողություն, դուք խոսում եք ոստիկանության աշխատողների մասին։ Դիմում ենք, որ գան խոչ բանավ, այդ լկտիությունը վերացնեն, չեն գալի, տեղներից իրար չեն գալի, որովհետև Դավիթ Համբարձյանի հրանգներն են կատարում, իրան են ենթարկվում, նույն էլ քննչական բաժինը։ Իսկ փորձել եք Մասիսից դուրս գալ եւ դիմել ասենք նախարարություն, ընկեր Արփինեին, որը հիմա լսում է մեզ։ Դիմել ենք, տարբեր ատյաներ դիմել են, գալի դիմումները կուտակում են Մասի քննչական բաժին էլ տեղից իրար չի գալի։ Բաժնի պետ Սամվել Անդրասյան։ Սամվել Անդրասյան։ Եվ ես ձեզ հասկացամ, դուք Մասիսի բնակիչ եք, չէ՞։ Արգավանդ գյուղի բնակիչն եմ, արմատներով էլ աբարանցու թոռ եմ, ցավը տանը։ Ձեր անունը ոնց է։ Որ Արոյ անունս, Արայի։ Գյուղից համար փասիվ եմ պահում։ Ինչ անում եմ, գյուղից համար եմ անում, խոսում եմ։ Եղավ, շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։ Ձեզնից էլ շատ շնորհակալ եմ, ցավը տանեմ։ Ուրեմն չկա, չէ, Հայաստանի Հանրապետությունում գետ մի մարդ, մի հոգի մարդ, չկա,
ով Երևակայի չգիտի որ Դավիթը, Մասիսի քաղաքապետ Դավիթը, դա Սերժ Սարգսյանի թուլենա։ Այսինքն հոգով, սրտով, ոսկրածուծով նվիրված է Սերժ Սարգսյանին։ Սերժ Սարգսյանը նախկինն է։ Սերժ Սարգսյանի հետ կապված 2018 թվականին Սերժի անունը տալով ժողովրդին հանին լցին փողոց, Նիկոլ Բոզիտողու հեղափոխությունը սարքին մտոն ռևոլյուցիա բերին։ Դավիթի աղբերը, Զիբիլի Գորիկը, Արշակի Գերդաստանը դուբիկեքը առած ժողովրդին ծեծում էին, չափահաս, թե անչափահաս, ճիշտ է, ընկեր ուժայիններ, ճիշտ է։ Դավիթի վրա քրեական գործառույթիկ, տարակողիկ Բերտ մի ամիս, երկու ամիս հետո ագարկա կնիկը, Արշակի աղջիկը, եկավ ծծերը հանեց կողեց լրագրողների բերանը, վեկալակ Դավիթին հետ բերիկ։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, ընկեր Դավիթը, որը որ Արշակի փեսենա, գիտենք Արշակնովա, Գասպարյան Վովայի անվտանգության պետը շոֆերը, որը թալանեց, գմփսրեց MVD-ին, որը իա տան տարածքի հետևը եւ որոշակի տեղերում արտադրում է նարկոտիկ ծախամա ջահելների վերեն։ Միջև այսօր Արշակին մարդ մի քանի անգամ դերի ծածրի Արշակին տարան կողին Բերտ մի տարի նստավ հելավ ու վերջ բրծավ ոչ գույքը բռնագրավին ոչ բանարին նույնն Դավիթը հիմա ինքեր Դավիթը դրած Մասիսի միլպետա ծածացնեմ ոնց ուզում եմ մենք քֆուրանը Մասիսի քնչական հիմա ես հդիում եմ քեզ հաճելի մարդ Այս մարդը պատրվավ իան ճղմայի գնելա քո Մասիսի քնչական ընկեր արփիրե Մարդը զանգը միլիցեքիդ հաղորդում ատալը, միլիցետ վեկալը հերախոսը ծնողա կրվեմ, աղաքացուն ու դնմա։ Ասում է, տեսանյութը դրել ենք արգավանդում, որ պեշեխոդը վերացրել են, շենք են կծե, ջրի ուղությունը, կոյուղա ջրեր, գազի տրուբա, սաղ բորի շենքը բել են առաջ, ամբողջ արգավանդը Դավիթս ծսնմա, դիկին արուսի Դավիթը։ Բա հիմա ես ուզում եմ հարց տամ, ու Այսքանից հետո ազգային ժողովում Ալեն Սիմոնյանը վեկալմա մի հատ թուղթ սենց վրցան ասում է ճանաչում եք ու ցույց տալի Պողոս Պողոսյանի նկարը Ալեն Սիմոնյան ես գիտեմ դու բոզի տղա ես բայց ասասի իմաստը ո՞րն է այդ թուղթը որ ցույց ես տալը ասում ես դուք սպանել եք Պողոս Պողոսյանին հարց Պողոս Պողոսյանի սպանության գործով մի հոգի մարդ դատվավ Չէ, լավ են արել սպանել են, բա դատեք, 6 տարի իշխանությունը վեկալեում նստել եք։ Հիմա Մասիսի քաղաքապետը պիտի վաղուց Բերթում փդեր։ Ինքը իա ախպերներ սուցինյոր, նարկոտիկ բաժանող, համ նարկոդիլեր էր, համ սուցինյոր էր։ Ձե ասեն հարուցած քերական գործի։ Ասես, ոչ թե մեր, էս է միացավ, մի րոպե։ Ձերից կողմից հարուսված քրեական գործով։ Ճիշտ է։ Բա համ ախպերը արդարացավ, հելապան ֆրմա։ Համ էս ընկեր Դավիթը արդեն դրած սաղ կտրած սիսի դվայանը, բա հիմա ես ուզում եմ հարց տամ։ Այսքանից հետո կա Հայաստանի Հանրապետությունում գետ մի քաղաքացի, ով հավատում է, որ ազգային ժողովում նստած են